Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Սերժ Սարգսյանին չվավերացնել հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի օրերս ընդունված փոփոխությունների նախագիծը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը հունիսի 10-ին։ Ընդունված նախագիծը մտահոգում է նաեւ լրագրողական կազմակերպություններին։ Օրենքում մնացին բոլոր նաեւ բազմաթիվ խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների ոլորտի զարգացումը, այն բարձրացուցիչ հանգամանքով այս վիճակը արդեն պահպանվելու է մոտակա 10 տարիների ընթացքում։ Բորիս Նավասարդյանի կարծիքը կիսում է նաև ազգային ժողովի կրթության գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։ Մտահոգությունների զգալի մասը դեռևս պահպանվում է։ Պետք է որոշակի լրամշակումների նաև ճանապարհով գնանք։ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ թվայնացման անվան տակ արմատական փոփոխությունների ենթարկվեց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ամբողջ օրենքը։ Նպատակին փաստորեն կառավարությունը հասավ ամբողջ գործընթացը, որը կապված է թվայնացման հետ, տեղի է ունենալու այնպես, ինչպես կցանկանան կոնկրետ պահին կառավարության համապատասխան օղակները։ Արտակ Դավթյանն ավելի լավատես է։ Մրցույթը կարգը չի կարող լինել այնպեսին, որը չի համապատասխանի օրենքի պահանջների 1 եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին 2։ Կարծում եմ, որ հանձնաժողովը նաեւ այդ դիտակցությամբ պիտի մոտենա հարցին։ Մտահոգություն կա, որ հեռուստարադիո ոլորտը կարգավորող օրենքը կարող է տարածվել նաև ինտերնետի վրա, թեև օրենքում ուղղակի ակնարկ չկա այդ մասին։ Ակնհայտ է, որ այս օրենքը ինտերնետային հեռարձակումը չի կարող կարգավորել որևէ կերպ, բայց նկատի ունենալով, թե ինչպիսի օրենքի մեկնաբանություններ տալիս են մեզ մոտ, ապա ես չեմ բացառում, որ նույն կարգի մեկնաբանություններ կհնչեն նաև հիմա, եւ քանի որ կիրառողը ի վերջո իշխանություններն են եւ ոչ թե առողջ նորմալ մտածողություն ունեցող մարդը, ապա ես համենայն դեպս մտահոգություններ եւ մտահոգություններ ունեմ։ Արտակ Դավթյանը վստահ է, որ այս փուլում օրենքը չի տարածվի ինտերնետի վրա, բայց համացանցի գործունեությունը կարգավորող օրենքի անհրաժեշտություն կա։